Բարև բարեկամներ, Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Սփյուռքն այսօր հաղորդաշարի հերթական թողարկումն է, որն այս անգամ նվիրված է Կիպրոսի հայ համայնքին։ Համայնք, որն ունի դարերի պատմություն եւ առ այսօր հայկական Սփյուռքի ամենակայացած գաղթօջախներից մեկն է, կենսունակ է, պահպանում է հայկական դեմքն ու դիմագիծը։ Անշուշտ Կիպրոսի հայ համայնքը ճաշակել է բոլոր այն դառնությունները, որոնք բաժին են հասել միջերգրական ծովի այս անզուգական կղզում Կիպրոսին, բայց այնուամենայնիվ սերը, կապվածությունը եւ ներդրումը Կիպրոսի կյանքում հայերին շարունակում է պահել այս երկրի կողքին։ Անշուշտ հայերն այստեղ ստեղծել են նաեւ հոգեվոր մշակութային մեծ ժառանգություն։ Այս ամենը կազմում է Կիպրոսի հայ համայնքի ընդհանուր կյանքը։ Այսօր մեր ծրագրի ընթացքում կանդրադառնանք Կիպրոսի հայ համայնքի պատմության կարևոր դրվագներին եւ իհարկե հաղորդման ընթացքում կզրուցենք համայնքի ներկայացուցիչ մեր գործընկերուհի Նաիրի Մուրադյանի հետ հեռավար կապի միջոցով։ Առանձնատու կերպով ողջունելով Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչներին առաջարկում դիտել առաջին տեսանյութը, որը պատմում է համայնքի ձևավորման պատմությունը 4-ից 5-րդ դարից մինչև 20-րդ դարասկիզբ, որից հետո կվերադառնանք տաղավար։ Մնացեք մեզ հետ։ Դերևս 4-ից 5-րդ դարերում Կիպրոսում եղել են հայ պաշտոնյաներ, զինվորականներ, առևտրականներ, հետագա դարերում անգամ հայեր են եղել Կիպրոսի մի շարք կառավարիչներ։ Հայերը Կիպրոսում երկար պատմություն ունեն։ Կղզում հայերի առաջին հաստատված ներկայությունը թվագրվում է մեր թվարկության 578 թվականին Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսի օրոք։ Ժամանակակից Կիպրոսի հանրապետությունում նրանք ճանաչվում են որպես 3 փոքրամասնությունների կրոնական խմբերից մեկը՝ մարոնիների եւ լատինների հետ միասին։ Պատմական փաստերի համադրումը ցույց է տալիս, որ 6-ից 10-րդ դարերում պարբերաբար հայերի մեծ հոսք է տեղի ունեցել դեպի Կիպրոս, ստեղծվել են մի շարք հայկական բնակավայրեր։ Ավելին, հայտնի են բազմաթիվ անուններ, ովքեր 9-ից 11-րդ դարերում Կիպրոսում հայազգի նշանավոր զորավարներ եւ կառավարիչներ էին, ինչպես օրինակ Լևոն Սմբատիկեսը, ով Լառնակայում ձեռնարկել է Սուրբ Ղազար բազիլիկայի կառուցումը։ Սուրբ Ղազար եկեղեցին 10-րդ դարում եղել է հայ առաքելական եկեղեցի եւ օգտագործվել է նաեւ հայ կաթոլիկների կողմից։ Բազմաթիվ հայեր պահանջում էին համանման հոգևոր հովություն, ուստի 973 թվականին Խաչատուր առաջին կաթողիկոսը Նիկոսիայում հիմնեց հայոց եպիսկոպոսությունը։ Կիպրոսի եւ հայերի հարաբերություններն ավելի սերտացան, երբ ստեղծվեց Կիլիկիայի հայկական թագավորությունը։ Իրենց առևտրային կապերի եւ մի շարք թագավորական ու ազնվական ամուսնությունների շնորհիվ Կիպրոսի եւ Կիլիկիայի թագավորությունները անկախտելիորեն կապված էին միմյանց հետ։ Հետագա դարերում հազարավոր կիլիկյան հայեր ապաստան գտան Կիպրոսում, փախչելով մուսուլմանների հարձակումներից։ 1375 թվականի Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո նրա վերջին թագավորը Լևոն 6-րդը ապահով ճանապարհ ստացավ դեպի Կիպրոս եւ մահացավ Փարիզում 1393 թվականին։ 1396 թվականին նրա տիտղոսը եւ արտոնությունները փոխանցվեցին Զարմիկին, թագավոր Ջեյմս I դը Լուսինյանին, Սուրբ Սոֆիայի տաճարում։ Հետագայում Լուսինյանների դինաստիայի թագավորական նշանը կրում էր նաև հայոց առյուծը։ 30,000 հայեր 1403 թվականին լքեցին Կիլիկիան եւ հաստատվեցին Կիպրոսում, որը մինչև 1489 թվականը շարունակեց ղեկավարվել Լուսինյանների դինաստիայի կողմից։ Հայերը Կիպրոսի 7 կարևորագույն կրոնական խմբերից էին, որոնք ունեին առևտրի կենտրոններ Ֆամագուստայի, Լիմասոլի եւ Պաֆոսի նավահանգիստներում, ինչպես նաեւ մայրաքաղաք Նիկոսիայում, այդպիսով վերահսկելով առևտրի մեծ հատվածը։
Բացի այդ, հայերենը Կիպրոսի թագավորության 11 պաշտոնական լեզուներից էր եւ Կիպրոսի վենետիկյան գաղութային վարչակազմի 5 պաշտոնական լեզուներից մեկը։ 14-ից 15-րդ դարերում Նիկոսիայում հիշվում են Արմենիա թաղը, հայոց դռները։ 16-րդ դարում Կիպրոսում հիշատակվում են նաեւ հայկական գյուղեր։ Նույն դարի վերջերին կղզին նվաճվեց օսմանցիների կողմից եւ հայկական համայնքն անկում ապրեց, թեև հետագայում բազմաթիվ անվանի հայեր են հիշատակվում Կիպրոսի պատմության մեջ։ Իսկ հայկական հռչակավոր մակարավանքը, շահելով օսմանցիների բարեհաճությունը, դարձել էր Սուրբ Երկիր ուղևորվող հայ եւ այլ ուխտավորների համար սրբատեղի, ինչպես նաեւ հանգստավայր Կիլիկիայից եւ Երուսաղեմից ժամանած ճանապարհորդների, կաթողիկոսների եւ այլ եկեղեցականների համար։ 1870 թվականին Նիկոսիայում հիմնվեց առաջին հայկական դպրոցը նոր ժամանած Վարդան վարդապետ Մամիկոնյանի կողմից։ 1856 թվականին պաշտոնապես ճանաչվեց Կիպրոսի հայոց առաջնորդարանի վարչական ինքնավարությունը։ 1878 թվականի հուլիսին անգլիացիների ժամանումով եւ նրանց առաջադեմ կառավարմամբ կղզու առանց այն էլ բարգավաճ, բայց փոքրաթիվ հայ համայնքը ավելի ուժեղացավ։ Կիպրահայերը միշտ բարձր դիրք են ունեցել բրիտանական վարչակազմում եւ շատերը դարձել են բարեխիղճ պետական ծառայողներ եւ կարգապահոստիկաններ կամ աշխատանքի են ընդունվել Կիպրոսի կառավարական շրջանակներում։ Կիպրայի համայնքը բարգավաճեց ողջ բրիտանական դարաշրջանում, այսինքն մինչև 1960 թվական, հիմնելով միություններ, դպրոցներ, երգչախմբեր, սկաուտական խմբեր, սպորտային թիմեր, երաժշտական համույթներ, եկեղեցիներ, գերեզմանատներ եւ այլն։ Բարեկամներ, Երկիր մեդիայի եթերում Սփյուռքն այսօր հաղորդաշարի հերթական թողարկումն է, որն այսօր նվիրված է Կիպրոսի հայ համայնքին։ Հայաստանի Հանրապետության եւ Կիպրոսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992 թվականի մարտից։ Երկու երկրների ջերմ եւ համագործակցային հարաբերությունները շարունակվել են հետագայում, որոնք նշանավորվել են նախագահների եւ բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններով եւ պայմանագրերի, համաձայնագրերի ստորագրմամբ։ Հայաստան ու Կիպրոս ունեն դաշնակցային լավ հարաբերություններ, գործում են տնտեսական, արդյունաբերական եւ տեխնիկական համագործակցության հարցերով, ինչպես նաեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հայ-կիպրական միջկառավարական հանձնախմբեր։ Հայերի թիվը Կիպրոսում անշուշտ աճեց 1915 թվականի հայոց մեծ եղեռնից հետո։ Դրական վերաբերմունք այստեղ կար հայերի հանդեպ, որովհետև հայկական համայնքը Կիպրոսում տարիներ շարունակ ստեղծել էր դրական վարքագիծ եւ կրոնական մշակութային ընդհանրությունները նաեւ ինչ-որ առումով նպաստեցին այս ամենին։ Հայերը հաստատվեցին Կիպրոսում, շարունակեցին իրենց ակտիվ գործունեությունը եւ պատահական չէ, որ Կիպրոսի կյանքում հայերն ունեցել են շատ կարևոր նշանակություն՝ հասարակական, քաղաքական եւ ինչու ոչ մշակութային առումով։ Առաջարկում եմ այժմ դիտել Կիպրոսի հայ համայնքի մասին պատմող մեր հաջորդ տեսանյութը, որ հիմնականում անդրադառնում է 20-րդ դարասկզբից այստեղ ձևավորված հայ համայնքի պատմության կարևոր դրվագներին, որից հետո կվերադառնանք տաղավար եւ հեռավար կապի միջոցով կզրուցենք մեր այսօրվա հյուրի հետ։ Հայերը Կիպրոսում հաստատվել են հարյուրամյակներ առաջ եւ դարերի ընթացքում ստեղծել ինքնատիպ հոգեվոր մշակութային միջավայր։ Կղզու տարածքում գործել են մի քանի նշանավոր հայկական եկեղեցիներ, իսկ 19-րդ դարում նաեւ ուսումնական հաստատություններ։ 1878 թվականից Կիպրոսը գտնվում էր անգլիական ենթակայության տակ, բայց մինչև հայոց ցեղասպանությունը եւ Կիլիկիայի հայաթափումը կղզում մեծ չէր հայության թիվը։ Հայ գաղթականների ներհոսքը Կիպրոս մեծացավ հատկապես
1921 թվականին Կիլիկիայի հայաթափումից հետո, որի հետևանքով մի քանի տարում Կիպրոս ժամանեցին շուրջ 8-ից 10,000 հայեր, հիմնականում Կիլիկիայից, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի մի շարք բնակավայրերից։ Հաղթարելով թեմական տագնապը 1920-ական թվականների կեսերին վերակազմավորված Կիպրոսի հայոց թեմը վերջնականապես անցնում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության իրավասության ներքո։ Թեմի առաջնորդը Պետրոս arczepiskopos Սարաճյանն էր, ով Կիպրոսում հաստատվել էր 1920 թվականին։ Նա ստանձնեց թեմի առաջնորդությունը, ղեկավարելով մինչև 1940 թվական, երբ Սահակ II Խապայանի մահվանից հետո ընտրվեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս։ Պետրոս Սրբազանի ջանքերով 1920-ից 30-ական թվականներին վերակազմավորվում է կղզու հայության համայնքային կյանքը, վերաձևավորվում են տեղի ազգային իշխանության մարմինները, հաստատվում է թեմական կանոնադրություն։ Սկսվում է նոր շրջապուլ Կիպրոսի հայկական համայնքի կյանքում, Կիպրոսի հայոց թեմը եւ տեղի թաղական խորհուրդը, ապա թեմական ժողովը հսկայական աշխատանք են իրականացնում կղզում հաստատված գաղթականության, սոցիալ-տնտեսական եւ հոգեվոր մշակութային կյանքի կազմակերպման ուղղությամբ, որի գլխավոր նպատակը ուծացման գործընթացների կանխումն էր։ Այս առումով անգնահատելի է հայկական սփյուռքի եզակի կրթօջախներից մեկի՝ Մելքոնյան վարժարանի դերը։ Այն կառուցվեց 1924-ից 1926 թվականներին ծխախոտի առևտրով զբաղվող եգիպտահայ Գրիգոր եւ Կարապետ Մելքոնյան եղբայրների առատաձեռն բարեգործական նվիրատվության շնորհիվ։ Սկզբում այն նախատեսված էր 500 որբերի ապաստան տալու եւ կրթելու համար, հետագայում այն որբանոցից աստիճանաբար վերածվեց աշխարհահռչակ միջնակարգ դպրոցի գիշերօթիկ բաժնով։ Դպրոցի պատմական շենքը գտնվում է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության տակ որպես ազգային արժեք։ Մելքոնյան դպրոցի հազարավոր շրջանավարտներ առաջատարներ են դարձել տարբեր ոլորտներում եւ իրենց ավանդն են ներդնում մշակույթի, կրթության, գիտության, լեզվի եւ ազգային ինքնության ոլորտներում։ Մելքոնյան դպրոցը հազարավոր ուսանողներ եւ ուսուցիչներ է տվել, որոնք այժմ բարի կամքի դեսպաններ են եւ նպաստում են նաեւ Կիպրոսի ժողովրդի օրինական խնդրի արդարացի լուծմանը։ Հայաստանից եւս մի շարք շնորհալի աշակերտներ իրենց ուսումն են ստացել Մելքոնյան կրթական հաստատությունում, գրանցելով բարձր արդյունքներ։ Ցավոք 2005 թվականին հայկական բարեգործական ընդհանուր միությունը որոշ պատճառներով փակեց այս դպրոցը։ 1960 թվականի անկախությունը նոր դարաշրջան բերեց Կիպրոսի հայերի համար, որոնք սահմանադրությամբ մարոնիների եւ լատինների հետ միասին ճանաչվեցին որպես կրոնական խումբ։ 1963-64 թվականների բախումների ժամանակ Կիպրայի համայնքը մեծ կորուստներ ունեցավ։ Կիպրոսցի թուրքերի կողմից գրավեց Նիկոսիայի հայկական թաղամասը, վերցված էին առաջնորդարանի շենքը, բազմաթիվ ազգային նշանավոր կառույցներ, համայնքն ունեցավ նաև զգալի թվով մարդկային զոհեր։ 1950-ից 70-ական թվականներին Կիպրահայերի թիվը զգալի կրճատվեց, մի մասը արտագաղթեց Մեծ Բրիտանիա, որոշները Ավստրալիա, Կանադա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, իսկ հետո մոտ 600 հայեր հայրենադարձվեցին խորհրդային Հայաստան։ 1975 թվականի ապրիլի 24-ին Կիպրոսը դարձավ առաջին եվրոպական երկիրը, իսկ աշխարհում երկրորդը Ուրուգվայից հետո, որը հատուկ բանաձևով դատապարտեց հայոց ցեղասպանությունը։ Դրան հաջորդեցին եւս երկու բանաձևեր, որոնցով ապրիլի 24-ը հռչակվեց Կիպրոսում հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Առհասարակ Կիպրոսն առաջին երկիրն էր, որը հայոց մեծ եղեռնի հարցը բարձրացրեց Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր անսամբլեայում։ Կիպրոսում ընդունվել է հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։ Խորհրդային միության փլուզումից հետո, ինչպես նաև Մերձավոր Արևելքի այլ հայաշատ երկրներում տեղի ունեցած քաղաքական անբարենպաստ իրադարձությունների հետևանքով հազարավոր հայեր հաստատվեցին Կիպրոսում, ստվարացնելով տեղի հայ համայնքը։
Այժմ Կիպրոսում բնակվում է շուրջ 3-ից 3500 հայ, նրանք մեծ մասամբ առևտրականներ են, փոքր եւ միջին ձեռնարկատերեր եւ իհարկե փաստաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ եւ այլն։ Համայնքը ղեկավարում են թեմի ազգային վարչական մարմինները։ Կիպրոսաբնակ հայությունն ունի ազգային կրոնական համայնքի կարգավիճակ։ Կիպրոսում գործում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմը, առաջնորդանիստը Նիկոսիայի Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Այն ոցվել է 1981 թվականին, ունի տիպիկ հայկական ճարտարապետական ոճ։ Եկեղեցու կողքին հետագայում կառուցվեցին հայկական թեմը եւ Նարեկ հայկական վարժարանը։ Նիկոսիայի առաջին հայկական դպրոցը կառուցվել է 1870 թվականին վարդապետ Վարդան Մամիկոնյանի կողմից։ Այսօր էլ հայաշատ քաղաքներում Նիկոսիայում, Լառնակայում, Լիմասոլում գործում է հայ դպրոցականների համար նախատեսված Նարեկ հայկական վարժարանը։ Հայոց վարժարանները Կիպրոսում ունեն պետական դպրոցի կարգավիճակ եւ այստեղ ծախսերը հոգում է պետությունը։ Կիպրոսի ծովափնյա Լառնակա քաղաքում է տեղակայված հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը։ Վայրը խորհրդանշական է, հենց այստեղ են առաջին անգամ ոտք դրել 1915 թվականի ցեղասպանությունից մազապուրծ առաջին հայերը։ Այդ դժնդակ տարիներին հայ ժողովրդին անկեղծ բարեկամության ձեռք մեկնած ժողովուրդներից մեկը Կիպրոսի ժողովուրդն էր։ Համաձայն Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի կիպրահայերի ճնշող մեծամասնության մայրենի լեզուն արևմտահայերենը ճանաչվել է որպես Կիպրոսի փոքրամասնության լեզու 2002 թվականի դեկտեմբերի 1-ից։ Կիպրոսում ապրող հայերի թիվը գերազանցում է 3500-ը։ Կիպրոսում քիչ թվով հայեր կան նաև Եթովպիայից, Հունաստանից, Քուվեյթից, Թուրքիայից եւ Միացյալ Թագավորությունից։ Ամփոփելով կարող ենք ասել, որ Կիպրահայ համայնքը հայկական սփյուռքի կայացած համայնքներից է, ունի կայացած ազգային կառույցներ, որոնք իրականացնում են հայապահպան առաքելություն։ Բարեկամներ, Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Սփյուռքն այսօր հաղորդաշարի հերթական թողարկումն է, մի հաղորդում, որը նվիրված է Կիպրոսի հայ համայնքին։ Եվ ինչպես հաղորդման սկզբում նշեցի, այժմ կունենանք հարցազրույց հեռավար կապի միջոցով անշուշտ Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ հայկական ռադիոժամի մեկնաբան հաղորդավար Նաիրի Մուրադյանի հետ։ Ողջույն սիրելի Նաիրի, շնորհակալ ենք մեր այսօրվա հաղորդմանը մասնակցելու համար եւ կցանկանայի, որ այս պահին ներկայացնեի Կիպրոսի հայ համայնքն իր ընդհանուր գծերով։ Ողջույն Կիպրոսեն։ Ուրեմն այսօրվա Կիպրահայ համայնքի կյանքը գրնամասել բավական աշխուժ է։ Ընդգծեմ նաեւ, թե Կիպրահայ համայնքը գազմագերբված քաղաքն է, բոլոր ոլորտներներս, եւ այսօր Կիպրոսի մեջ կգործեն Նարեկ հայկական վարժարանները 3 քաղաքներում մեջ՝ Նիկոսիա, Լառնակա եւ Լիմասոլ։ Ունենք մեր եկեղեցիները այս բոլոր քաղաքներում մեջ, անշուշտ վարժարաններու կողքին միշտ, ինչպես ավանդություն է մեր պատմության մեջ, Նիկոսիո մեջ կգործեն նաեւ ասկային առաջնորդարանը, կգործեն 2 ակումբներ իրենց ուղեգից միություններով, ուրեմն հոմենոթմեն հոյեչմեն ակումբներս կգործեն մեր ուղեգից միություններեն, հայօգնության միությունը, համասկային հայկրթական եւ մշակութային միությունը, հոմենոթմենը, երիտասարդական եւ պատանեկան միությունները, ինչպես նաեւ հայ հեղափոխական դաշնակցությունը։ Ուրեմն հայկական բարեգործական ընդհանուր միության ակումբը իր գարքին Գանկուն է կգործե եւ ունին իրենց ֆուտբոլի խումբը ավելի ընկերային ցերնակներով կսպաղին քալով առաջնորդարանին ուրեմն առաջնորդարանի հարգեն ներս ինչպես գիտեք ինչպես ավանդություն է ունենք մեր 2 ժողովները երեսփոխանական ժողովի եւ ասկային վարչությունը ասկային առաջնորդարանը նաեւ ունի իր եկեղեցվո եւ երիտասարդական եւ պատանեկան երգչախումբերը
Նշենք նաև, թե համասկային հայկրթական եւ մշակութային միության հարգեններս նաև գործե մեծածավալ պարախումբեր, որոնք Կիպրոսի քաղաքներս ընդհանրապես Կիպրահույն քաղաքներս եւ իմասնավորի Կիպրահայ քաղաքներս շատ մեծ աշխատանք կդանին մշակութային կետնի վրա։ Ամեն ինչ լավ է առայժմ, սակայն ինչպես գիտեք, քաղաքներու բարակային միշտ փոփոխություններու կենթարկվի քաղաքներու թիմակիցը 2000 թվականին յետ Կիպրոսեն ներս մեծ հոսք տեղի ունեցավ Լիբանանեն, Սուրիայեն եւ Հայաստանեն եւ գրնամսել այսօր Կիպրահայ քաղաքի թիմակիցը փոփոխության ենթարկված է գրեթե 50 առ 100-ով դուրսեն եկած մեր հայորդիները կփակացնեն Կիպրոսի հայ քաղաքը։ Շնորհակալություն Նաիրի, քանի որ խոսեցիք կրթական հաստատությունների մասին, այ օրինակ հետաքրքիր է բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելուց։ Կիպրոսի հայ երիտասարդները մեկնում են այլ երկրներ, թե հիմնականում ընդունվում են հենց Կիպրոսում բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Շատ բարի, ուրեմն այո հայկական նարեկ վարժարանները գործեն 3 քաղաքներու մեջ ամենօրյա թրությամբ, այսինքն շատ ողջունելի է, որովհետև ընդհանրապես սփյուռքի տարածքին մանավանդ եվրոպական երկրներու մեջ շատ քիչ վարժարաններ ունին հայկական, որոնք գործեն առօրյա թրությամբ, 3 վարժարաններն առօրյա թրությամբ վարժարաններ են, սակայն 2005 թվականին, երբ Մելքոնյան կրթական հաստատությունը փակեց իր թռները, ուրեմն նարեկ հայկական վարժարանի Նիկոսիո, ասենք նարեկի մեջ, անմիջապես նախաձեռնվեցավ միջնակարգ 3 դասարաններու հաստատումը, որբեսի կարողանան Նիկոսիո մեջ հայ աշակերտները շարունակեն իրենց ուսումը նարեկ վարժարանեն ներս։ Սակայն կան աշակերտներ, որոնք կփափակին իրենց ուսումը շարունակել օդար վարժարաններու մեջ, այդ անգլիական վարժարանի մեջ, որ գործե Նիկոսիո մեջ, եւ կամ հունական վարժարաններու մեջ։ Դժբախտաբար բարձրակույն ուսում միջնակարգի ավելի որպես հայկական վարժարան չունենք եւ մեր երիտասարդությունը ընդհանրապես իր բարձրակույն ուսման համար կճամփորդե թեպի Անգլիա, թեպի Ամերիկա եւ ուսումը ստանալեն հետ շատ դժվար կվերադառնան Կիպրոս, որովհետև արդեն իրենց կյանքը սկսած կլան ուրիշ երկիրներու մեջ, սակայն ողջունելի է, թե վերջին մի քանի տարիներու ընթացքին շատ մեծ թիվով կիպրահայեր կհաջախեն Կիպրոսի պետական համալսարանը եւ այդ պիսով իրենց կյանքը կհաստատեն Կիպրոսի մեջ։ Նաիրի, հայերը բոլոր համայնքներում նշանակալի դերակատարություն են ունեցել եւ կարծում եմ, որ Կիպրոսի կյանքում նույնպես նշանավոր հայորդիներ են եղել։ Ինչ կասեք այս մասին։ Անշուշտ Կիպրոսի մեջ եղած են շատ նշանավոր հայտնի անձնավորություններ, նախ մշակութային կետնի վրա հիշենք Բետելյանի, Չուտակահար Բետելյանի անունը, որ սերունդներ դասյարակած է Կիպրոսեներս, տալով անձնական ճուտագիտասեր եւ ղեկավարելով նվագախումբեր, ունեցած ենք նաեւ արևդարականներ, շատ մեծ բիզնեսմաններ, գործադերեր եւ անշուշտ ունենք նաեւ Pharos Trust կամ Foundation-ը, հիմնադրամը Գարոկեյանը, որ շատ մեծ աշխատանք կկատարե հրավիրելով արվեստագետներ Հայաստանեն եւ Սփյուռքի այլ քաղաքները, որոնք Կիպրոսի մեջ ելույթ կունենան եւ կզարգացնեն Կիպրոսի մշակութային կյանքը։ Ինչպես գիտեք, հայերու ներկայությունը Կիպրոսի մեջ շատ երկար տարերու վրա հիմնված պատմություն ունի եւ այդ իսկ պատճառով հայերը այսօր Կիպրոսի մեջ կնկատվին որպես Կիպրահույն համայնքի մեկ մասնիկը, մեկ ամբողջությունը եւ իրենց կորձունեությամբ եւ իրենց հավատարմությամբ ուղղակի սադար կհանդիսանան Կիպրոսի կյանքի ձևավորման մեջ։ Շնորհակալություն, կարող ենք փաստել, որ Կիպրոսում դարեր ի վեր հայ համայնքի հանդեպ եղել է դրական վերաբերմունք։ Այո, շատ ճիշտ եւ 1960 թվականին երբ Կիպրոս անկախացավ, ուրեմն Կիպրոսի երկու փաղադրիչ համայնքները
Գիբրախույն եւ գիբրաթուրք համայնքներն են ըստ սահմանադրության եւ այդ ժամանակ ուրեմն հայերը, լադինները եւ մարոնիտները իրենց գրոնով ավելի մոտ էին ընդգրկվելու հույն գիբրական համայնքի մեջ եւ այդ ցեվով այսօր մենք ընդգրկված ենք հույն գիբրական համայնքին մեջ ունենք հայ ներկայացուցիչը, որը սակայն խորհրդակցական ցայնով կմասնակցի խորհրդարանի նիստերուն եւ ցայնի իրավունք ունի հայ քաղուտը հուզող հարցերու մեջ միայն։ Ինչպես արդեն նշեցինք, Կիպրոսում գործում է հայկական ռադիոժամ, կուզենայի ավելի մանրամասնեք, թե ինչի մասին է խոսքը եւ ինչ հաղորդումներ եք եկել հեռարձակում Կիպրոսում։ Շատ բարի, շատ հետաքրքրական է Կիպրոսի հայկական ռադիոժամի ծնունդը, ուրեմն 1953 թվականին նույնիսկ Կիպրոսի անկախութենեն առաջ հիմնված է Կիպրոսի հեռուստաընկերությունը, թե ռադիոկայան, թե հեռատեսիլ եւ հայերենով ցայնասփումները սկսած են նույն թվականին 6 շաբաթ տարբերությամբ Կիպրոսի ռադիոկայանին ընդմեջեն ամիսը մեկ անգամ գեշամ դեպողությամբ եւ հետակայի զարգանալով հասած է 1981 թվականին սկսյալ առօրյա թռուչությամբ մեկ ժամ դեպողությամբ հայերեն լեզվով հայտակիր եւ հոս դերին է հիշել թե Կիպրոսի հայկական ռադիոժամը գրնամասել առաջին ռադիոժամը եղած է հայկական ռադիոժամը միջին արևելքի եւ շրջակա երկրներում մեջ մինչեւ Լիբանանի մեջ վանացայինի հաստատումը եւ գրնամասել միակ հայկական ռադիոժամն է հանրային մագարտակի բոլոր աշխարհի մեջ ուրեմն հայկական ռադիոժամի թերը շատ մեծ եղած է Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքին երբ ինչպես գիտեք Լիբանանի մեջ հերացայինային գաբերը թույլ էին եւ մեր հայորդիները Լիբանան լքած ժամանակ նավով Կիպրոս կուքային եւ Կիպրոսեն իրեն ճամփան կշարունակեին թեպի իրենց վերջնական հաստատվելիք երկիրը եւ ուրիշ միջոց չունենալով Կիպրոսի հայկական ռադիոժամի պատվերներու հայտակրի միջոցով երկեր խնդրելով իրենց հարազատներուն կփոխանցեին թե լավ հանգիստ հասած են Կիպրոս եւ պիտի շարունակեն իրենց ճանապարհը թեպի զանազան երկիրներ եւ որովհետեւ այն ժամանակ Կիպրոսի հայկական ռադիոժամը միջին ալիքի վրա էր հետեւաբար Լիբանան եւ Սուրիա շատ մաքուր ուղակի գունգընտրեին ցայնասփումները առօրյա թռուչությամբ եւ ասիկա մեծ ասենք ծաղկում եղավ Կիպրոսի հայկական ռադիոժամի համար եւ Կիպրոսի հայկական ռադիոժամը այսօր կփականա 5 անդամներ է ունենք երկու արդատրող հաղորդավարներ ունենք երկու լուրեր խմբագրողներ եւ մեկ հայտակիր արդատրող ներկայացնող մենք դժբախտաբար լիաժամ գերբով չենք կորձեր Կիպրոսի հայկական ռադիոժամի ասենք մեջ որովհետև հագարակ մասնաժամ ըլլալով շատ մեծ ցանկ ունենք հայտակիրներու եւ գործենք մեր ժամերը դուրս աշխատել որբեսի կարենանք առավելակույնը դալ Կիպրոսի հայկական ռադիոժամի ընդմեջեն այսօր դժբախտաբար սակայն ռադիոժամը 1996 թվականին սկսյալ փոխադրված է FM ալիքի վրա եւ շրջակա երկիրները չեն գտնար մեզի մտիկ անել սակայն արհեստագիտության միջոցով համացանցի միջոցով մենք ներկայ ենք միշտ եւ անոնք որոնք կհետաքրքրվին եթե հավաքեն cybc.com.cy հղումը կարելի է մեզի ունգընտրել առօրյա թռուչությամբ Կիպրոսի ժամով ժամը 5-ին 6 Եվ լայն ունգընթիրներ ունենք, մեծածավալ ունգընթիրներ ունենք այսօր Ամերիկայի, Կանադայի, Եվրոպայի եւ այլ երկիրներում մեջ, որոնք մեզի համացանցով կհետևին։ Հաղորդումները շատ ջոխ են, ուրեմն հաղորդումները գնդկրկեն գնոճական հայտակիր, սակայն քիչ մփարեփոխված եւ այժմ կգոչվի 21-րդ տարու արտիգինը հայտակիրը ունենք առողջապահական հայտակիր, ունենք ռադիոբարբերաթերթ հայտակիր, որը գնդկրկել լուրեր
հայաստանյան կյանքեն եւ սփյուռքյան քաղաքներեն լուրեր անշուշտ երաժշտության եւ երգի հետ միադեղ ունինք քրական հայտակիրը որը շատ լայն տարածում կդած է եւ ուրբաթ օրերը ժամը 5:30-ին մինչեւ գրեթե 6 քրական հայտակիր է նվիրված մեր հայտնի քրողներու կյանքին եւ վաստակին ունինք նաև լայն մեծ եւ շատ մեծ տարածում կդած մեր հարցազրույցները ուր գհյուրընկալվին թե մեր քաղուտի զավակները եւ թե սպիրկահայ անվանի ասենք արվեստակետներ, կորձիչներ եւ այլն։ Ուրեմն գիրագի օրերը մեր հայտակիրը գսկսինք բարոյախոսական թրվակով ուր գհրավիրենք մեր քահանա հայրերը կամ հայր սուրբը որպեսի մի քանի վարգյանոց ասենք իրենց հաղորդումով հաղորդագից դառնան ժողովրդին հետ եւ անոնց որոշ թրվակներ փոխանցեն իսկ մեր հայկական 5 տաղավարդոներուն գհրավիրենք Գիբրոսի թեմի առաջնորդական փոխանորդը գաթողոսական փոխանորդը որ մեզի լայնորեն հաղորդագից կդարձնե մեր 5 տաղավար դոներու կապակցությամբ։ Շնորհակալություն։ Ասալ նշեմ, թե ինչպես բոլոր սպիրկահայ քաղաքները մեր օգտագործած հայերեն լեզուն արևմտահայերենն է եւ արևմտահայերենը 2002 թվականին Եվրոպական խորհրդի ուրեմն դարաձաշրջանային եւ փոքրամասնություններու լեզուի պայմանագրի հիմանդակ բահբանության դակ առնված է որովհետեւ ինչպես գիտեք Եվրոպական միությունը եւ ընդհանրապես Եվրոպայի մեջ կհավատան բազմազանության, բազմամշակութային, ասենք աշխատանքներու եւ բազմալեզու, ասենք մշակույթի ձևավորման եւ Կիպրոսի խորհրդարանը անշուշտ այս որոշումը ինքը ընդգրկած է Կիպրոսի խորհրդարանի ներս մեծամասնությամբ եւ այսօր նարեկ դպրոցները ներս մեր եկեղեցվո քարոզները եւ հայկական ռադիոժամի հաղորդումները բոլորը արևմտահայերենով են անշուշտ մեր հյուրերու բարակային, որոնք կհյուրընկալվին Հայաստանեն կամ այլ երկիրներ է, փոխադարձաբար կգործածվին թե արևմտահայերենը, թե արևելահայերենը։ Նաիրի առաջարկում եմ այժմ անդրադառնանք մի կարևոր հարցի համայնքի մտահոգություններին, ինչպես դուք ձեր խոսքում արդեն նշեցիք, երիտասարդներ կան, ովքեր գնում են այլ երկրներ բարձրագույն կրթության եւ չեն վերադառնում, այսինքն համայնքը նոսրանում է եւ այլ խնդիրներ, որոնք դուք որպես համայնքի ներկայացուցիչ կարող եք այսօր մատնանշել։ Այո, ինչպես բոլոր սպիրկի քաղաքներու բարակային Կիպրոսի Կիպրահայ քաղաքն անգամ այսօր կդիմակրավե մեծ դժվարություններ, այնինչ կապված է երիտասարդներու ուսման պատճառով երկրեն դուրս ապրելու հետ կապված եւ անշուշտ Կիպրոսի մեջ երիտասարդությունը այսօր շատ ավելի խառնված է, ասենք, Կիպրահույն համայնքին մեջ, շատ ավելի մոդիգություն կա, որովհետև պայմանները այդ կբարդատրեն եւ անշուշտ ինչպես բոլորս գիտենք, խառն ամուսնությունները նախընտրելով երբեմն օդարը հայեն, անինչ որ նորույթ է, անինչ որ նորացև է, սկսած ենք ընդգրկել մեր առօրյա կյանքերս, անշուշտ ասիգա մեծ մտահոգություն է, սակայն ակումբները եւ մշակութային միությունները եւ դպրոցի երկակին եւ եկեղեցին արաբելակույն գնեն որբեսի գարենան երիտասարդները մեր մոտ պահել, ավելի մեզի մոտ պահել, անշուշտ իրենց գաբը չխզելով իրենց շրջապատին հետ, սակայն անինչ որ հայկական է բահելու եւ հրաշտիմելու։ Շատ մեծ դժվարություններով դիմացենք այսօր որովհետև որքանալ աշխատենք, որքանալ փորձենք երիտասարդները բահել միայն մեր շուրջ, այդ մեկը դժվար է։ Ժամանակին այդ ծավով է, որ կարելի եղած է սփյուռքյան քաղաքները բահել եւ զարգացնել, սակայն այս օրերուն այդ մեկը դժվար է։ Սակայն ասիկա պատճառ չէ, որբեսի թատրինք աշխատել է,
մեր առավելագույնը կգադարենք, որովհետեւ կարենանք հայ երիտասարդները եւ հայ քաղուտը բահել միակամ եւ բոլոր աշխատանքի լծել իշահ քաղուտի բարօրության եւ անշուշտ վերջավորության հայրենիքի կորձերում մեջ ներկրավելու եւ հայրենիքի մեջ նույնիսկ օգտակար հանդիսանալու։ Եվ մեր ավանդական հարցը, որ մենք միշտ թողում ենք մեր հյուրերին, հայրենիք սփյուռք հարաբերություններ, դրանց որակը, կարևորությունը, ինչ կասեք այս մասին։ Անժխտելի իրականություն է, ինչպես բոլորս գիտենք, թե սփյուռք Հայաստան սփյուռք կապերը պետք է միշտ լան բարձր մագարտակի վրա, որովհետև փոխադարձաբար իրարու գարիք ունին, թե Հայաստանի մեջ գարիքը կա սփյուռքի ներուժին եւ ներդրումին, թե սփյուռքի մեջ գարիքը կա Հայաստանի ներդրումին։ Այս մեկը Գիբրոսի մեջ չեմ գրնարսել շատ թույլ է, որովհետև Գիբրոսի մեջ վերջին 25 տարիներուն մեծ հոսք ունենք Հայաստանեն։ Մեր հայրենի սենք հայորդիները գրնամ ասել այսօր թերևս 20 առ 100%-ով մեծամասնություն են եւ Գիբրոսի քաղուտի 20 Գիբրահայ քաղուտի 20 առ 100-ը կգազմեն, իսկ մեր նարեկ հայկական վարժարաններու աշակերտության թիվին թերևս 50 առ 100-ը մեր Հայաստանեն եկած հայորդիներու զավակներ են։ Հետևաբար այդ գաբը կա, չեմ գրնարսել չի գա, անշուշտ գրնա ավելի բարելավիլ եւ ավելի լավլալ եւ այդ կծով աշխատանքներ կդարվին թե դպրոցին գոմե, թե հայ ներկայացուցիչին գոմե Եվ գհուսանք թե այս մեկը ավելի գրնա զարգանալ ի նպաստ սփյուռքին եւ Հայաստանին անցյալ տարի 2025 թվականին ուրեմն Գիբրոսի մեջ հաստատվեցավ Հայաստանի տեսփանադուն եւ կգարձենք թե այս մեկը արիթ պիտի հանդիսանա որբեսի կարողանանք մեր գաբերը ավելի սերտացնել Հայաստանի հետ Շնորհակալություն սիրելի այրի մեր հաղորդմանը մասնակցելու համար, կարծում եմ, որ Երկիր մեդիան եւ իմ մասնավորի Սփյուռքն այսօր հաղորդաշարը կարողանում է Սփյուռքի հետ կապերի առումով կատարել իր առաքելությունը։ Մի գործ, որ պարտավոր ենք բոլորս անել, լինենք ուժեղ եւ համախմբված։ Ուրեմն ես նախապես ալգի հետևեի անձնապես Երկիր մեդիայի հաղորդումներուն եւ այսօր շատ ուրախ եմ, որ Երկիր մեդիան վերադարձած է, վերընծյուղված է մեդիայի ոլորտեն ներս եւ անցամբ հետևելով ծեր հաղորդումներուն կկարծեմ թե Երկիր մեդիայի թերակատարությունը մեծ է, ինչ կվերապերի իր պատմական եւ մշակութային հայտակիրներու ջամփով լուսավորելու հայ ժողովրդի միտքը թե Սփյուռքի մեջ եւ թե Հայաստանի մեջ ծեր դարած աշխատանքը իսկապես դժվար է այս պայմաններու տակ երբ գարկմա հերոստանգերություններ թյուրին ջամփու գտիմեն եւ ոչ որակավոր հայտակիրներ կհրամցնեն թե Սփյուռքին եւ թե Հայաստանի մեջ ապրող հայության իսկ ծեր բարակային որովհետեւ անցամ կհետևիմ կնշմարեմ թե իսկապես որակավոր հայտակիրներով վերադարձած եք եթեր եւ այս մեկը ողջունելի է ծեր բոլորին կմաղթեմ հաջողություն ծեր առաքելության մեջ դժվար ոլորտ ընտրածեք սակայն կգարձեմ երբ խղճմտորեն աշխատենք եւ մեր ավելին տանք, մեր ժամեն ավելի դրամատրենք Երկիր մեդիայի հաղորդումներուն, ես կգարձեմ, թե Երկիր մեդիան կդառնա Հայաստանի մեջ գործող ամենավորակավոր հեռուստաընկերություններն մեկը։ Հաջողություն ցեզի։ Կրկին անգամ շնորհակալություն սիրելի Նայիրի, բարեկամներ հիշեցնեմ, որ Սփյուռքն այսօր հաղորդաշարի հերթական թողարկումը, որը նվիրված է Կիպրոսի հայ համայնքին, հեռավար կապի միջոցով մենք կարողացանք զրուցել Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչներից Նայիրի Մուրադյանի հետ։ «2012 թվականի ապրիլի 4-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Նորին Սուրբ Օծություն Տեր ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II ընդունեց Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրատո Կուզակու Մարկուլիսին։ Հանդիպման ընթացքում վեհապար հայրապետը շնորհակալություն հայտնեց Կիպրոսի Հանրապետությանը
հայ համայնքի եւ առհասարակ հայությանը դրական վերաբերմունքի համար։ Գոհունակության խոսք ասեց հայրապետը հատկապես այն առիթով, որ Կիպրոսի Հանրապետությունը ամեն ջանք գործադրում է Կիպրոսի հայ համայնքի հոգևոր մշակութային կրթական կյանքի զարգացման համար եւ անշուշտ կարևորում երկու երկրների միջև դիվանագիտական եւ հոգևոր մշակութային հարաբերությունները։ Եվ արտաքին գործերի նախարարը Կիպրոսի պատասխանեց հետևյալ կերպ. մենք նույնպես շնորհակալ ենք հայությանը եւ հայ համայնքին, ընդգծելով, որ մեր համայնքը, հայկական համայնքը Կիպրոսում հարստացնում է մեր մշակույթը եւ ամուր կամուրջ է հանդիսանում մեր երկու երկրների միջև, երկրներ եւ ժողովուրդներ, որոնք ունեն հոգեվոր ամուր կապ եւ անցյալ։ Եթերում Սփյուռքն այսօր հաղորդաշարի հերթական թողարկումն էր նվիրված Կիպրոսի հայ համայնքին, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Մնացեք խաղաղությամբ եւ եղեք միաբան։